նոյեմբեր ամսին խոյ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը, սիրելի խոյեր, ձեր անձնական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի խոյեր, ձեր անձնական ոլորտում կարող է լինել խնդիրներ, բայց այդ խնդիրները այդքան անձնական ոլորտի հետ չեն կապված, որքան ֆինանսական ոլորտի հետ են կապված։ Հնարավոր է ձեր ֆինանսական ոլորտում լինեն դժվարություններ, խնդիրներ, պրոբլեմներ, որոնք առաջացնեն նաև այդ ֆինանսական խնդիրները արձագանքեն նաև ձեր անձնական ոլորտի վրա։ Հատկապես սա վերաբերվում է անխոյերին, ովքեր որ ամուսնացած են։ Նաև սիրելի խոյեր, անխոյերն ովքեր որ ամուսնացած չեն, ընտանիք չունեն, ցույց է տալիս, որ 2025 թվականի նոյեմբեր ամիսը ֆինանսական այնպիսի խնդիրների, պրոբլեմների առաջ կարող եք կանգնել, որ այդ ժամանակահատվածում այդքան էլ հնարավորություն չունենաք ձեր անձնական ոլորտի վրա ուշադրություն դարձնեք։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի ֆինանսական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Այո, սիրելի խոյեր, կան խնդիրներ ձեր ֆինանսական ոլորտում։ Նույնիսկ դուք աշխատանքի հետ կապված խնդիրներ, պրոբլեմներ ունենաք։ Հնարավոր է բանկային համակարգ ուշադիր եղեք, սիրելի խոյեր, հնարավոր է բանկային համակարգի հետ ինչ-որ խնդիրներ, պրոբլեմներ ունենաք։ Եթե դուք ինչ-որ գործարքներ եք կատարում, 10 անգամ չափեք, նոր այդ գործարքները կատարեք, որովհետև հնարավոր է նոյեմբեր ամսին լինի դժվարություններ, լինի խնդիրներ, հնարավոր է այդ գործարքների ժամանակ տարօրինակ խնդիրներ լինի, պրոբլեմներ լինի, որ դուք հիմնականում հնարավոր է առաջնային փաստաթղթերի մեջ այդ խնդիրների, պրոբլեմները չտեսնեք, բայց հետագայում հնարավոր է այդ խնդիրները, պրոբլեմները գլուխ բարձրացնեն։ Ուշադիր եղեք, եթե փաստաթղթեր եք ստորագրում, եթե ինչ-որ մեկի հետ համագործակցում եք, որովհետև ցույց է տալիս, որ նոյեմբեր ամիսը բերելու է ձեզ համար ֆինանսական պրոբլեմներ։ Ինչպիսի իրավիճակ է